Ով հանցագործ, ով անմեղ գար, խաղաղությունը արենաբերելիս հիշեք բանտարկված հայերին։ Անկարան անկարող է հաշտեցնել Երևանին եւ Բաքվին, Թուրքիան հակամարտության կողմ է։ Սիրիական բախումներ Իրանին ներքաշելու համար, ձեռքերին է ավելի քան 1000 մարդու արյունը։ Բաքուն զենք է ակնկալում Վաշինգտոնից, խոստանում միանալ նրան ընդդեմ Իրանի, որ ուղղությամբ կկրակի զենքը։ Բարի երեկո, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին, ես Հայկ Նավասարդյանն եմ, սկսում ենք։ Եվ այսպես Բաքուն չի հանդարտվում ատամի տակ Զանգեզուրի միջանցք կոչվածն է, Ամերիկայից ակնկալում է, որ չեղարկի 907-րդ բանաձևը։ Հենց այս բանաձևն է, որ արգելում է զենքի տրամադրումը Ադրբեջանին, իսկ Միացյալ Նահանգներին ուզում է համոզել, թե եթե բանաձևը չեղարկվի, ինքը կմիանա նահանգներին ընդդեմ Իրանի։ Նա ոչ մի վայրկյան չի թուլացնում ռազմական շնչառությունը, աշխարհը խառն է ու նա ամեն վայրկյան սպասում է հարմար պահին էսկալացիայի գնալու, ֆիքսում են մասնագետները։ Ագրեսիայի քարոշչա մեքենայի շարժիչը ամեն օր է աշխատում։ Ահա այսպես, Ալիևը խոսքերը կամուն չի տալիս, միջանցքը Հայաստանով շատ շուտով կլինի, CBC Ադրբեջան TV-ն է ասում, բայց միայն այստեղ չէ այս շունչը, նա լարել է բոլոր իր մանկլավիկներին։ Պատգամավորներն են ստեպ-ստեպ սպառնալիքի մեջլիս մտնում, խոստանալով վերացնել Հայաստանը։ Հայաստանը կվերանա քարտեզից, եթե չկատարի Ադրբեջանի պահանջները։ Հայաստանը ցուցադրաբար չի կատարում իր պարտականությունները։ Զուգընթաց ամերիկյան, իսրայելական, ադրբեջանական մամուլը հեղեղված են տեղեկություններով, որ Բաքուն Միացյալ Նահանգներից զենք է ակնկալում։ The Jerusalem Post-ը գրում է, թե ադրբեջանական կողմը ձգտում է 907 հայտնի բանաձևի չեղարկմանը։ Այս բանաձևն ի դեպ արգելում է ամերիկյան կառավարության ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին։ Սա ադրբեջանցիների ցավն է դարձել, դիմում են հնարավոր բոլոր մեթոդներին հասնելու դրա չեզոքացմանը։ Ամերիկացիներին հիմա փորձում են համոզել, թե կմիանան իրենց ընդդեմ Իրանի, եթե զենք ստանան։ Վերջին շրջանում Ադրբեջանը ակնհայտորեն փորձում է կապեր հաստատել Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմի հետ եւ գերազանցապես Իսրայելի եւ հրեական լոբինգի միջոցով Իքմետ Հաջիևն հանդիպումներ ունենում Իսրայելում, դրանից հետո նորից Ադրբեջանը պատվիրակություն ուղարկեց, Ադրբեջանի նախագահն է որոշ հրեական կազմակերպություններ ընդունել, փորձում են օգտագործել ամբողջությամբ իրանական խաղաքարտը, փորձելով իրենց այդտեղ դիրքավորել եւ այդտեղից է փչում քամին, նույնիսկ press release-ում գրել էր, որ մենք խոսել ենք Ամերիկայում համատեղ մեզ օգնել աշխատել։ Նա Միացյալ Նահանգների քրիստոնյա առաջնորդների կոնգրեսի ղեկավար Ջոնի Մուրի հետ հանդիպմանն էր, բողոքել բամբասել Միացյալ Նահանգների նախկին վարչակազմից, հիշատակել 907 բանաձևը ատամի տակ դերևս ունենալով գծնել ու հասնել դրա չեղարկմանը։ Հետո էլ Բաքվից մամուլի այս հաղորդագրությունը տարածեցին։ Նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բայդեն-Բլինքեն վարչակազմը կողմնակալ դիրքորոշում է ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ, ինչը հանգեցրել է երկկողմ հարաբերությունների ճգնաժամի։ Երկրի ղեկավարը 907-րդ հոդվածի վերականգնումը որակել է որպես Բայդեն-Բլինքեն վարչակազմի ապերախտության արտահայտություն։ Իրանում էլ գիտեն այս մասին, փոխանցում է քաղաքագետը Իրանից։ Փույա Հոսեյնին ասում է, ունեցած զենքի փողը Բաքուն կամ Հայաստանի կամ էլ Իրանի ուղղությամբ է ուղղում։ Դա նոր բան չէ Թեհրանի համար։ Ադրբեջանի զենքի արսենալի լայնացնում է ոչ միայն Հայաստանի դեմ, այլ Իրանի դեմ։ Տարիներ շարունակ ինքը զենք է ստանում Իսրայելից, Թուրքիայից, նազոական Թուրքիա եւ նաեւ ինչ-որ չափով Ամերիկայից ինչ-որ քննիներ էստեղի Իրանի մեծնի բادرազմի մեջ եւ այլ կողմերը իր հետևից կան եւ Իրանին վնասացրեն շատ հնարավոր է Իսրայելը դանի եւ օգտագործում են Ադրբեջանին Իրանի դեմ եւ լարվածությունը դարաշրջանում բարձեն բահում բայց քաղաքագետը Իրանից պնդում է Իրանին թուլացնելու խեղճացնելու հույսերը սին են Իրանը հիմա էլ հոբ համակարգը բարձր պատրաստության է պահում ամեն օր սպասում դավադրության կամ հարձակման Հոսեյնին ասում է այստեղ էլ լավ գիտեն Բաքվի ախորժակը Զանգեզուրի միջանցք կոչվածն է երախը բացած խառնակ աշխարհում սպասում է պահին Սիրան Շմիրադյան ժամը լրատվական
Աշխարհի աչքից լիակատար հեռու այսօր շարունակվել է Արցախի նախկին բարձրաստիճան ղեկավարների դեմ շինծու գործի քննությունը։ Բաքուն բռնի ուժի սպառնալիքի տակ ցուցմունքներ է փոխում, այսօր դատարանում խոսել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։ Հարցին համաձայն է Մեծ Հայաստանի գաղափարին, Ղուկասյանը իբր ասել է, թե վաղուց արդեն հեքիաթների չի հավատում։ Իսկ իրականում ժամանակը մեր օգտին չի աշխատում, իրավապաշտպաններն էլ Երևանին հորդորում են խաղաղության մասին բանակցելիս հիշել Բաքվի բանտերում գերիներ ունենք։ Դեռ դատավարությունների սկզբից իրավապաշտպանները ահազանգում էին Բաքվում իրականում դատում են ոչ թե հայ ռազմաքաղաքական ղեկավարներին, այլ մի ամբողջ ժողովրդի։ Սա ոչ միայն ազգային արժանապատվության տեսանկյունից, այլ նաև իրավաքաղաքական առումով ամբողջ երկրի դեմ է։ Մասնագետները պարզ ասում են, երբ թույլ ենք տալիս, որ Բաքվի դատարաններում կեղծ հնարած մեղադրանքներ կարդան, բարձրաձայնեն, այդպիսով նաև թույլ ենք տալիս, որ միջազգային հանրությունը համոզվի, թե Ալիևը անմեղ գառ է, հայերն են հանցագործ։ Նշում են, որ սա ոչ միայն Հայաստանի դեմ հավաքագրվող ապացույցների դատավարությունը, որտեղ որ կորզում են ինչ-որ ցուցմունքներ կամ ընտրովի ներկայացնում են դրանք աշխարհին, որ ինչ-որ բանում խոստովանում են կամ հաստատում են ինչ-որ փաստեր մարդիկ, այլ նաև նախկին եւ ներկա բարձրաստիճան Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների դեմ հավաքագրվող ապացույց է։ Արցախյան հակամարտությունը ըստ էության ավարտվեց Ադրբեջանի օգտին, բայց Ալիևի ճակատին միջազգային մասշտաբի հանցագործի խարան կա, ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունը չտեսնված հնարավորություն է խմբագրել, փոխել իրականությունը, այրունահեղությունները վերագրել հայկական կողմին։ Իսկ ռազմաքաղաքական ղեկավարների գերեվարումից հետո ըստ իրավապաշտպանների ժամանակը մեր օգտին չի աշխատել։ Պատահական չէ, որ Ադրբեջանի դատախազությունը պարբերաբար երկարաձգում էր կալանքի ժամկետը, որպեսզի այս շինծու դատավարությունները սկսեն COP29-ից հետո։ Իրենք կարող էին նույնը անել COP29-ից առաջ, բայց այդ դեպքում միջազգային ճնշումը եւ ուշադրությունը ավելի մեծ կլիներ, դրա համար հետաձգեցին։ Լավ գիտենք, որ Բաքուն գերիների հարցը բացարձակապես քաղաքական հարթություն է տարել։ Այս դեպքում ինչ կարող է ձեռնարկել Հայաստանի իշխանությունը։ Նրանք ամեն դեպքում ասում են աշխատում են այդ մարդկանց վերադարձնելու ուղղությամբ, ամեն ինչ չէ, որ բարձրաձայնում են։ Ես կարծում եմ, որ սա պիտի լինի համաձայնագրի կետերից մեկը, որ պետք է գերիները ազատ արձակվեն, ընդ որում ոչ թե համաձայնագիրը կնքելուց հետո, այլ որպես հստակ նախապայման համաձայնագիրը կնքելու համար։ Վարդանյանի ուղերձն իր հերթին որոշակի միջազգային ուշադրություն է բերել դեպի Բաքվի կեղծ դատավարություններ։ Առհասարակ հիմա, երբ Բաքուն համակարգային պայքար է տանում միջազգային միջնորդությունները բացառելու համար, հայկական կողմը պետք է օգտագործի ամեն առիթ հարցը օրակարգում պահելու։ Իրավապաշտպանները հորդորում են աչքի առաջ ունենալ։ Ժամանակը սուղ է։ Տիգրան Եղուղինյան, ժամանրատվական։ Իրանը Միացյալ Նահանգների հետ բանակցություններ չի վարի, քանի որ Վաշինգտոնին հետաքրքրում են ոչ թե խնդիրների լուծումը, այլև միայն իր սեփական շահերը։ Այսպես է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին պատասխանել Թրամփի նամակին, որտեղ Սպիտակ տան ղեկավարը առաջարկել էր բանակցություններ սկսել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ։ Խամենեի գնահատմամբ Արևմուտքի երկակի չափանիշների կիրառումը ոչ այլ ինչ է, քան քաղաքակրթության խայթառակություն եւ նրանց համար բանակցությունները պարզապես նոր պահանջներ ներկայացնելու միջոց են եւ խոսքը միայն միջուկային խնդրի մասին չէ։ Նրանք շարունակաբար նոր պահանջներ են առաջադրում, օրինակ երկրի պաշտպանական կարողությունների կամ միջազգային ազդեցության սահմանափակում, ինչին Թեհրանը դեմ է, նշել է Խամենեին։ Այժմ Սիրիա Լաթաքիայի փողոցներից արյան հոտ է փչում, ամենուր անշնչացած մարմիններ ու լացող կանանց տեսարաններ են, բայց ում ձեռքին է ավելի քան 1000 մարդու արյունը, մասնագետները սլաքները Իսրայելից մինչև Թուրքիա ու Միացյալ Նահանգներ են ուղղում, թիրախում Իրանն է, որին փորձում են ներքաշել նոր կրոնական պատերազմի մեջ։ Բռնության ու ջարդի ողբերգության նոր ժամանակներ են Սիրիայում նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադի տապալումից հետո ծավալումներով աննախադեպ։ Ասադի կողմնակիցների եւ Սիրիայի նոր նախագահ դարձած Ահմեդ Ալ-Շարայի գլխավորած անվտանգության ուժերի միջև մարտի 6-ին Լաթաքիա ծովափնյա նահանգում սկսված բախումները 1000-ից ավելի մարդու կյանք են խլել։
Լաթաքիայի հայ առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցին նախորդին չեղարկեց նախատեսված պատարագը, ավելի ուշ պարզվեց 2 հայ զոհ ունենք։ Սիրիայի առաջնորդ Ահմեդ Ալ-Շարան կիրակի օրը խաղաղության կոչ արեց։ Երբ մենք հետ ենք կանգնում էթիկայից, ընկնում ենք նույն մակարդակի վրա, ինչպես թշնամին, ընկած ռեժիմի մնացորդները պատճառ են փնտրում մեր իսկ խախտումների հետևում թաքնվելու։ Զինված խմբավորումներին կոչ եմ անում վայր դնել զենքերը, իսկ նոր կառավարությանը հավատարիմներին խուսափել քաղաքացիական անձանց վրա հարձակումներից եւ բանտարկյալների նկատմամբ բռնություններից։ Կարծես անօգուտ են եղել առաջնորդի այս հայտարարությունները, պատերի տակ սպանվում են խաղաղ բնակիչներ, չեն խնայում մեծ ու փոքր։ Կատարվողը ավելին է, քան սովորական քաղաքացիական կռիվ։ Միջազգայնագետը կարծիք է հայտնում, թե Ամերիկայից մինչև Թուրքիա ու Իսրայել կանգնած են այս հակամարտության հետևում։ Ամեն մեկն իր ախորժակով։ Ամենաառանցքայինը կրոնական հիմքով Իրանին բախման մեջ ներքաշելն է։ Իրանին ներքաշելու համար, որպեսզի միջուկային այսպես բանակցություններում Իրանը ավելի խոսքան լինի եւ գնա զիջումների, որ ինչ ճանապարհ պիտի լինի, պիտի ալավիներին սկսեն կոտորել, որպեսզի Իրանը ստիպված լինի միջամտել իբրև շիա ուղղության այսպես պաշտպան։ Մյուսը միջին պետությունը դա Իսրայելն է, այսօր Իսրայելի Քնեսեթի անվտանգության հարցերով կոմիտեի նախագահն է ասել, որ մեր խնդիրն է դուրս գալ Եփրատ Սիրիայով եւ դեպի Քուրդիստան եւ դեպի Իրաք։ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները համատեղ հայց են ներկայացնում ՄԱԿ-ում հարցը փակ քննարկելու համար։ Մինչև այս էլ Վաշինգտոնը կոչ է արել Սիրիայի իշխանություններին պատասխանատվության ենթարկել արմատական իսլամիստ ահաբեկիչներին, որոնք մարդկանց են սպանում։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով ղեկավարը իր հերթին է կոչ արել Սիրիայի ժամանակավոր ղեկավարությանը միջամտել ափամերձ շրջաններում զանգվածային սպանությունները կանխելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։ Բայց գործուն քայլեր կոչերից ու հայտարարություններից բացի դեռ չկան։ Փորձագետը համոզված է, ելքը Իրանի հոգևոր առաջնորդից է կախված։ Ես կարծում եմ, սա փորձելու են Իրանի համար ներկայացնել իբրև կարմիր գիծ եւ Իրանին դրել փաստի առաջ, կամ ինքը ալավիներին կպայի մտնելով այս բանի մեջ, կամ ինքը չի մտնի սրա մեջ, բայց միաժամանակ կկորցնի ազդեցությունը մերձավոր արևելքում։ Եվ ուրեմն, եթե սա սադրանք է Թեհրանի դեմ, ապա դրան ընդառաջ գնալը կարող է մերձավոր արևելքում նոր ցնցում սկսել։ Ասել է, թե տարածաշրջանային նոր կրոնական պատերազմ մեծ երկրների սցենարով։ Տիգրանուհի Կուրղինյան, ժամը լրատվական։ Իսկ Անկարան անկարող է հաշտեցնել Երևանին եւ Բաքվին մի պարզ պատճառով՝ Թուրքիան հակամարտության կողմ է, ավելին կողմերից մեկի երաշխավորը։ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ու Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների հարցով լսումների ժամանակ ամերիկացի կոնգրեսականները արձանագրել են, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար առաջին քայլերից մեկը կարող է լինել այն, որ Թուրքիան դադարեցնի իր ռազմական աջակցությունն Ադրբեջանին, ինչը սակայն այս պահին չի անում։ Ամերիկայի ձայնն է շարունակում թեման։ Թուրքիան մեկ ոտքով Եվրոպայում է, մյուսով մերձավոր արևելքում եւ փորձում է կենտրոնանալ երկուսի վրա, սակայն չեմ կարծում, որ կհաջողի։ Պատմականորեն Թուրքիան ՆԱՏՕ-ի հարավարևելյան դարպասն էր հին Խորհրդային Միության դեմ, սակայն նախորդ տասնամյակի ընթացքում այդ տարածաշրջանը ամուր պահելու Թուրքիայի հանձնառությունը սկսել է թուլանալ։ Լսումներին մի շարք հիմնահարցերի հետ մեկտեղ անդրադարձ եղավ Թուրքիայի վարած քաղաքականությանը հարավային Կովկասում, Հայաստանի հետ հարաբերություններին եւ Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պահպանման գործընթացին։ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ կոնգրեսական Ջիմ Կոստան իր տարակուսանքն ու մտահոգությունն է հայտնել Թուրքիայի աճող ազդեցության, Հայաստանի հետ համաձայնության գալու հարցում Անկարայի ցանկության բացակայության եւ Ադրբեջանի հետ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ։ Թուրքիան ամենևին էլ կառուցողական չի եղել իր ջանքերում Հայաստանի հետ բանակցությունների եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում, եւ ես շատ մտահոգված եմ Թուրքիայի դերով։ Թուրքական կողմի ջանքերը օգտակար չեն։ Ի պատասխան կոնգրեսական Գեյբ Ամոյի հարցին, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել Վաշինգտոնը զսպելու Հայաստանի դեմ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությունը, լսումներին հրավիրված ամերիկացի փորձագետ Center for New American Security հաստատության ավագ վերլուծաբան Սելեստա Վոլանդը ընդգծել է. Թուրքիայի կողմից Ադրբեջանի զինումը ներշնչեց նախագահ Ալիևին, որ նա կարող է հասնել Հայաստանի դեմ իր նպատակներին եւ տարածքներ գրավելուն այնպես, որ հանգեցնի Լեռնային Ղարաբաղի տասնյակ հազարավոր հայերի տեղահանմանը եւ նրանց փախստական դարձնելուն։ Լսումների մասնակից Foundation for Defense of Democracy հաստատության գործադիր տնօրեն վերլուծաբան Ջոնաթան Շնոուզերը նույն կարծիքին էր։ Թուրքիայի դերը բացասական էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տեղի ունեցած գործընթացում։ Թուրքիան կարող է ավելի լավ դերակատարում ունենալ։ Հայաստան-Ադրբեջան հակամարտությունում այն աջակցել է մեկ կողմին, ինչը նշանակում է, որ հանդիսացել է հակամարտության կողմ։ Այս մոտեցումը չպետք է շարունակվի։
Նրա կարծիքով Վաշինգտոնը պետք է Թուրքիային պարտադրի ավելի պատասխանատու դեր ստանձնել այս հարցում, իսկ Անկարայի կողմից զենքի տրամադրման դադարեցումը կողմերից մեկին կհանդիսանա որպես պատասխանատու քաղաքականության առաջին քայլ։ Միացյալ Նահանգները կարող է ցույց տալ հատկապես ավելի բարձր քաղաքական մակարդակում, որ զգալի չափով հանձնառու է խաղաղությանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կնքմանը։ Միևնույն ժամանակ Հայաստանի համար չափազանց կարևոր է հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի հետ։ Լսումների ընթացքում պատասխանելով կոնգրեսական Ջո Ուիլսոնի հարցին, թե ինչպես Միացյալ Նահանգները կարող է բարելավել իր հարաբերությունները Թուրքիայի հետ, Վարշևսկայան արձագանքել է, որ չնայած Թուրքիան խնդրահարույց դաշնակից է բազմաթիվ ասպարեզներում, սակայն այն անհրաժեշտ է Միացյալ Նահանգներին, հատկապես այսօր Մերձավոր Արևելքում եւ այլուր առկա անկայունության ֆոնին։ Արամ Ավետիսյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Երևանից դուրս կյանք կա, մարզերում ակտիվանում է տների առուծախը, հատիկ առ հատիկ գույքագրիր ապրանքդ հարկդ կլինի 1%, չանես 10% կվճարես, քարից հաց են քամում, բայց փող չկա, ինտենսիվ այգիների անունը կա, ամանում չկա։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը։ Մարդիկ, որ փող չունեն Երևանում տուն գնել, սկսել են մարզերում, հատկապես Երևանամերձ շրջաններում բնակարան ձեռք բերել։ Հատկապես ակտիվ է Կոտայքի մարզը, շարժը հատկապես պայմանավորված է նրանով, որ մայրաքաղաքում այս տարի էլ չի գործում եկամտային հարկի վերադարձի հնարավորությունը։ Անշարժ գույքի շուկայում այս տարվա առաջին ամիսներին որոշակի պասիվություն կա։ Բանն այն է, որ քաղաքացիները տեղեկանալով, որ 2025-ից այլևս չի գործելու եկամտային հարկի մասին օրենքը, անցած տարի սկսեցին առաջնային շուկայից բնակարաններ գնել։ Բնակարանների գնման գործընթացն ըստ էության ավելի ակտիվ էր 2024-ի վերջին ամիսներին։ Տարվա առաջի երամսյակը բնականաբար չեն կարող համեմատենք անցած տարվա հետ, քանի որ մենք այս տարվա գնորդներին անցած տարի արդեն գույք ենք վաճառել։ Այն մարդը, որ հիմա պիտի գույք առներ, անցած տարի առավ, այսինքն եթե համեմատական տանենք այս տարվա առաջի երամսյակը ու անցած տարվա ընդհանուր դինամիկայի հետ, հա բնականաբար հիմա որոշակի պասիվություն կլինի ու առհաստարակ միշտ էլ հունվար, փետրվար, մարտ ամիսները տարբերվում են նրանով, տարվա սկիզբը քիչ ավելի պասիվ է լինում։ Բնակարան հիմա ավելի շատ գնում են Երևանամերձ համայնքներում, որտեղ դեռ գործում է եկամտային հարկի մասին օրենքը։ Քաղաքացին հիփոթեկի տոկոսները վճարում է եւ երամսյակը 1 հետ ստանում դրանք։ Երևանամերձ տարածքներում այդ տարածքներում սկսել է ակտիվ կառուցապատում կատարվել եւ շինարարներից ոմանք տեղափոխեցին իրենց բիզնեսը այդ տարածքներում, այն քաղաքացիները, ովքեր որ չէին հասցրել այդ օրենքից օգտվեին, արդեն ստիպված պետք է այլընտրանքը ընտրեն, օրինակ Ջրվեժում, Ծորախբյուրում, Զողունիում, Երևանամերձ տարածքներում։ Անշարժ գույքի ոլորտի մասնագետները պարզաբանում են, առաջնային շուկայում դեռ մնացած բնակարանները հիմա վաճառվում են հիփոթեկային բարձր, մինչև 15% վարկային պայմաններով։ Սակայն դեռ կան առաջնային շուկայում չվաճառված բնակարաններ, որոնք լավ առաջարկներով գնորդների են փնտրում։ Այդ մեծ հաշվով առաջնային շուկայում գնային փոփոխություններ չկան։ Ընդհակառակը կառուցապատողների մոտ որ գույքեր կան դեռ վաճառքի, իրանք 5-10 տարով այսօր տարաժամկետով վաճառքի իրավունք են տալիս, ինչը աննախադեպ է, մինչև հիմա չենք ունեցել մենք այդպես վաճառ։ Մասնագետների դիտարկմամբ մայրաքաղաքում խստացվել են բնակարանաշինության ծրագրերը, տուրքերն էլ բարձրացել են, հետևաբար բնակարանների գների բարձրացում կլինի մայրաքաղաքում։ Շինթույլտվության նույն այդ ԱՊԶ-ի ասվածը, որ ստանում են, դրա համար տուրքեր կա սահմանված կոմունիկացիաներին գտնելու համար, այդտեղ պայմանները ստանալով բարձր տուրքեր ունի։ Շինթույլտվության համար քաղաքապետարանը բարձր տուրքեր է դրել, դա արդեն ուղիղ ազդել է ինքնարժեքի վրա։ Այսինքն, երբ որ մի կառուցապատող կամ մի քանիսը կորոշեն տարբեր տեղեր Երևան քաղաքում շենքեր կառուցել, թեկուզ եկամտահարկից հետո, այդ շենքերում բնակարանների գները բնականաբար բարձր կլինեն, որտեղ այն ծավալով էլ շինարարությունը չի լինել Երևան քաղաքում։ Երևանում առաջնային շուկայում բարձր գնով տուն գնել չկարողացողները նախապատվությունն այս դեպքում տալիս են երկրորդային անշարժ գույքի շուկային։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։
Շրջարկի դրույքաչափի բարձրացման դեմ բողոքը չի նահանջում, կառավարությունն էլ հետ քայլ չի անում։ Ասում է հատիկ առ հատիկ գույքագրի ապրանքդ հարկդ կլինի 1% չանես 10 կվճարես։ Մանր բիզնեսի ներկայացուցիչներն էլ պնդում են ապրանքները գույքագրելը գուցե տեսականորեն հնարավոր է, բայց գործնականում անհնար է իրականացնելը։ Օրինակ են բերում պտուղ բանջարեղենի բիզնեսը, վաճառողը օրվա վերջում ապրանքի մի մասը թափում է, ինչի համար առավոտյան շուկայում արդեն վճարել էր։ Հիմա ինչպես գույքագրի ունեցածը։ Էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպումից ճիշտ 1 շաբաթ անց շրջարկի բարձրացման դեմ բողոքող տնտեսվարողները կրկին կառավարության շենքի առջև են հավաքվել։ Նախարարը խոստացել էր այս փուլում պարբերաբար հանդիպում քննարկումներ նախաձեռնել, առաջարկներ անել, ասում են ակցիայի մասնակիցները 7 օր է անցել, արդյունք չկա։ Բացի շրջանառության հարկը գույքագրումն է ամբողջ խնդիրը, որը տերոր է լինելու։ Ազգի վրա տերոր է լինելու, մանր ու միջին բիզնեսի վրա հարձակում է լինելու։ Հիմա մարդիկ ունեն 10 տարվա ապրանք։ Այդ ապրանքը բերել են, մաքսազերծել են, էնդեսը վճարել են եւ չի վաճառվել։ Պետությունը միևնույնն է, մեզ էնդեսը հետ չի տալի։ Այդ 10,000 արժողությամբ ապրանքը կարող է մեկը մոտենա 1000 դրամով վաճառի։ Եթե հիմա այսօր ինքը գույքագրի 5,000-ով, հետո 1000-ով վաճառի, դա խնդիր է լինելու։ Ապրանքը փչանալ կա, բռակ կա, դրանք լրիվ խնդիրներ են։ Գույքագրել ապրանքները տեսականորեն գուցե, բայց գործնականում անհնարին է, տնտեսվարողներն են պնդում։ Այսօր միայն վարչապետի հետ կհանդիպեն, ուրիշ ոչ ոքի, հետ քայլը բացառված է։ Մերկի փոքր խանութները, ասենք, տեսեք, ամենակիչը, որ սենց վեսնենք, իրանք ամեն օր ինչ-որ միրգ թափում են, ճիշտ է։ Դրա համար պետք է օգտավորեն, դրա համար հատուկ ձև կա, որ պետք է հարկային տեսչությանը իրազեկեն։ Այդ մարդը ամեն օր մի ժամ ավել է աշխատելու, որ դա լավագույն տարբերակն եմ ասում, որ մի ժամ, բայց հնարավոր է, որ մեծ հավանականությամբ մի ժամից շատ, սկզբից մի ժամից շատ, հետո կիսնի մի ժամ, բայց ինքը ամեն օր պետք է թուղթը լեգացնա։ Այդ դրանից մեր Հայաստանի Հանրապետությունը ինչ օգուտ է, որ մենք այդ մարդու կյանքը ավելի վատացրեցին։ Աշխատանքային տարվա մեկնարկից հետո տնտեսվարողները նշում են առևտրի վիճակը վատ է։ Հիշում են, որ Փաշինյանը խորհրդարանից հայտարարում էր, թե տարեկան 10 միլիոն շրջանառություն ունենալը նշանակում է ամեն օր միայն մոտ 27,000 դրամի առևտուր անել, ինչն իր հերթին չզարգացող ձեռներեցության վկայություն է։ Բողոքավորները վստահեցնում են, այո, օրերով անգամ իրենց խոսքով սֆթան չեն արել։ Պետությանը փող մուծեն, այդ փողը հետ կա։ Դա բացառված բան է։ Հիմի մնացածը ու այս վարիանտով դուք կտենաք մի քանի ժամ, մի քանի օր կարելի ասել կամ մի քանի ամսվա ընթացքում կսկսեն մասսայական տուգանման երևույթներ, որը դա շատ բյուջե լցելու հիանալի մեթոդ է, որովհետև թուղթը կգրի հարկայինը կգցիկ եթե էլ չես էլ հասնել, ինքը իր պոզիցիան դա նրանց, հետո արդեն դուք այդ պրոցեսները պետք է կատարեք դատական միջոցներով։ Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման կառավարության շենքից որևէ մեկը չի չավ։ Տնտեսվարողները որոշեցին մոտ 1 ամսից կրկին վերադառնալ կառավարական տուն։ Առաջին եռամսյակն ավարտված կլինի, ավելի շատ բիզնեսմեններ կհասկանան, որ 6 ամսյա հետաձգումն իրենց բնորոշմամբ կեղծ է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Իսկ ավանդական գյուղատնտեսությանը աստիճանաբար փոխարինում են նորը ժամանակակիցը։ Պետությունը առաջարկում է, եթե ինտենսիվ այգի հիմնես, կսուբսիդավորենք վարկի տոկոսները ու այն կարող է դառնալ փոքր տարածքում մեծ շահույթ ապահովելու միջոց։ Գյուղացիներից շատերն են լսել ականջոյող այս ծրագրի մասին, բայց քչերն են դիմել։ Պնդում են ինտենսիվ այգիներ հիմնելու անունը կա, ամանում չկա, այն ավելի շուտ խոշոր ֆերմերների համար է, ոչ հասարակ գյուղացու, իսկ իրենք շարունակում են հողից հաց քամել, պապական մեթոդներով էլ ծառ տնկել, աճեցնել։ Հողի մշակը նույնիսկ եկամտի աղբյուր կոչված իր այգուց չի կարողանում փող վաստակել։ Գյուղացիներից շատերն են լսել ինտենսիվ այգիներ հիմնելու ծրագրի մասին։ Կառավարության գյուղոլորտի մասնագետներն ու պատասխանատուները տարբեր ձևաչափերով գովազդում են, այն գյուղացիական ֆերմերների համար եկամտաբեր բիզնեսի աղբյուր կարող է լինել։ Սակայն արի ուտես, որ քչերն են կարողանում օգտվել ծրագրից։ Պայմանները անբարենպաստ են։ Այնպեսի պայմաններ ա դրած, որ այգի հիմնողը, եթե ինքը նույնիսկ լինի մասնագետ կամ ունենա հնարավորություն իր միջոցները ներդնի այգի հիմնման ժամանակ լինի դա մասնագիտական կամ աշխատանքային ուժեր, դա չի թույլատրում, որտեղ ծրագրի մեջ դրված է, որ պետք է իրականացնեն կապալառու ընկերությունները, որոնք ունեն փորձ։ Ինքնին դա ծրագրի արժեքը նորից թանկացնում է, որտեղ այդ կապալառու ընկերությունը
պետք է պայմանագիր կնքի, ոչ միայն պետք է իր շահույթը ապահովի, այլ նաև պետության վճարվող հարկերը։ Ինտենսիվ այգիներ հիմնելու դեպքում բանկերի վարկային տոկոսները սուբսիդավորվում են եւ վարկային միջոցների ծախսերի մի մասը փոխհատուցվում։ 2022-ին 13 շահառուներ հիմնել են 46 հեկտարից քիչ ավելի ինտենսիվ այգի, 2023-ին 16 շահառու հիմնել է 75 հեկտար, 2024-ին ընդամենը 9 շահառու 55 հեկտար։ 2021-ից 23 թվականներին վարկերի տոկոսների սուբսիդավորումից օգտվել է 9 շահառու։ Բանկը պահանջում է համապատասխան նախնական գրավ, որ կարողանա ինքը իր տրամադրած միջոցները ապահովի գրավով։ Պետությունը պատասխանատու է տոկոսի համար, սուբսիդավորում է տոկոսի, ասենք 9-10 կետը տոկոսը, իսկ ընդհանուր գումարը դա բանկի հիմնական միջոցներից է։ Եվ բանկն էլ ուզում է գրավով ապահովի եւ այնպիսի գրավ, որ շուկայում հաշվի առնելով իրացվելիությունը, լիկվիդայնությունը համապատասխան տոկոսով ապահովելու իր տրամադրած միջոցներ։ Աշխարհագրական առումով էլ ոչ բոլոր գյուղական համայնքներում է, որ հնարավոր է ինտենսիվ այգի հիմնել։ Ծրագրից փորձել են օգտվել Շիրակի, Գեղարքունիքի մարզերում, սակայն վերլուծությունները ցույց են տվել, որ նմանատիպ այգիների հիմնումն ավելի նպաստավոր եւ եկամտաբեր է Արմավիրի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում։ Էկոնոմիկայի նախարարությունն էլ ասում է, որ քաղաքացիների վճարած հարկերի հաշվին իրենք բոլորին չէ, որ կարող են պետական ծրագրով աջակցել եւ հետո տապալել ծրագիրը։ Անհրաժեշտ գիտելիքների կիրառումը, փորձը, պահանջները պետք է բավարարվեն։ Էկոնոմիկայի նախարարությունն էլ խրախուսելով ինտենսիվ այգիների հիմնումն ու օնլայնումը հայտնում է, որ արտահանման դեպքում ավելի շատ խնդիրներ են լինում ավանդական գյուղատնտեսությամբ ստացված ու արտահանված, քան թե ինտենսիվ այգիներից ստացված բերքից։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար կվերադառնանք րոպեներ անց։ Տարածվածությամբ երրորդը, մահացությամբ երկրորդը, ինչ անել հաստաղու քաղցկեղից խուսափելու համար եւ անհայտ կորածների գենետիկ համեմատություն, Բաքվի առաջարկը Երևանին։ Երկինքը կայուն է, օրվա առավելագույն ջերմաստիճանը 22-ն է, ավելին հաջորդի։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Առանց դիետայի քաշի արագ կորուստը, շարունակվող փորլուծությունը կամ փորկապությունը, որովայնի սպազմը կարող են հաստ եւ ուղիղ աղու, քաղցկեղի առաջին ախտանշանները լինել, բայց հնարավոր է եւ հիվանդության վաղ փուլերում ոչ մի ախտանշան էլ չլինել ու չարորագոյացությունը շարունակի զարգանալ։ Առողջապահության ոլորտի մասնագետները ահազանգում են, հիվանդությունը երիտասարդացել է ու այսօր այն տարածվածությամբ երրորդն է, մահացությամբ երկրորդը, ուստի անգամ թեթև կասկածների դեպքում պետք է անհապաղ բժշկի դիմել։ Ցածր ֆիզիկական ակտիվություն, սխալ սննդակարգ ու նաև ծխելու սովորություն, կոլորեկտալ, այսինքն հաստ եւ ուղիղ աղու քաղցկեղին նպաստող ռիսկի գործոններն են։ Չարորակ ուռուցքային հիվանդությունների շարքում քաղցկեղի այս տեսակը տարածվածությամբ երրորդ տեղում է, զիջելով միայն կանանց դեպքում կրծքագեղձի, տղամարդկանց պարագայում թոքի քաղցկեղին։ Մահացության ցուցանիշներով արդեն այն երկրորդ տեղում է։ Մեր երկրի տվյալները կոլորեկտալ քաղցկեղի հետ կապված համատելի են զարգացող երկրների տվյալների հետ։ Սակայն ցավոք սրտի պետք է նշել, որ բավականին հաճախ հիվանդությունը հայտնաբերվում է արդեն իսկ բարդացած փուլերում, երբ որ լինում է ուռուցքի կամ տեղային տարածում, կամ հեռական մետաստազներ, եւ դա բարդացնում է ինչպես վիրահատական միջամտությունները, որոշ դեպքերում նախավիրահատական բուժումները, քիմիա եւ ռադիոթերապիան, ճառագայթային թերապիան, ինչպես նաեւ երկարացնում է մահճակալային օրերը, ավելացնում է բարդությունների քանակը։ Կանանց հետ համեմատ հաստ եւ ուղիղ աղու քաղցկեղը տղամարդկանց մոտ փոքրինչ ավելի հաճախ է հանդիպում, սակայն տարբերությունը չնչին է։ Արդեն տարիքային բաշխվածությամբ բժշկի տեղեկացմամբ գրեթե 90% ախտորոշումները 50-ից բարձր տարիքային խմբում են, թեպետ հիմա նաեւ հիվանդության կտրուկ երիտասարդացում են նկատում։ Ճիշտ է, դա չարորակ ուռուցք է, բայց բուժման բավականին լավ է ենթարկվում։ Ներկայումս վիրահատության լապարասկոպիկ եղանակի կիրառումը չի վիճարկվում կոլորեկտալ քաղցկեղի ժամանակ եւ կատարվում է լապարասկոպիկ մասնահատումներ, սակայն իհարկե որոշ բարդացած դեպքերում դեռևս ակտուալ է մնում
կտրվածքով վիրահատությունների իրականացումը, դա հատկապես վերաբերվում է տեղային տարածված պրոցեսների դեպքում, երբ որ կա ուռուցքի ներաճ շրջակա օրգաններ եւ հյուսվածքներ եւ անհրաժեշտ է լինում դրանց մասնահատումների, իսկ մի շարք դեպքերում կան լինում են նաեւ հեռակա մետաստազներ եւ անհրաժեշտություն է առաջանում նաեւ դրանց հեռացման։ Կոլորեկտալ քաղցկեղի նշաններն ի դեպ կախված են դրա տեղակայումից եւ տարածվածությունից։ Դասական ախտանշանները հարաճող փորկապությունը, ախորժակի եւ քաշի կորուստը, սրտխառնոցն ու փսխումն են, սակայն շուրջ 50% դեպքերում կլինիկական որևէ ախտանիշ չի լինում։ Ես խորհուրդ եմ տալիս դիմել, ժամանակին դիմել հիվանդանոց եւ փոքր նույնիսկ կասկածների դեպքում կատարել կոլոնոսկոպիկ հետազոտություն։ Կոլոնոսկոպիկ հետազոտությունը դա այն ախտորոշումն է եւ բուժման մեթոդն է, որը որ հնարավորություն կտա այս հիվանդությունը վաղ փուլում բուժել եւ ապահովել երկար ապրելիության ցուցանիշներ։ 2022 թվականից մեր երկրում հիշեցնեմ, քաղցկեղի այս տեսակի վաղ հայտնաբերման, կանխարգելման եւ մահացության ցուցանիշների նվազեցման նպատակով գործում է սկրինինգային ծրագիր եւ դրա վերջին փոփոխություններով ախտորոշում ունեցող եւ դիսպանսերային հսկողության տակ գտնվողների 35-ից 75 տարեկան ազգականները, կենսաբանական ծնողները, երեխաները, հարազատ քույր եղբայրները եւս հանդիսանում են շահառու, հաշվի առնելով, որ վերջիններս կոլորեկտալ քաղցկեղի զարգացման բարձր ռիսկայնության խմբում են։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով հանձնաժողովը ասում է, թե իբր Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո շուրջ 4000 ադրբեջանցիների մասին լուր չունի։ Կասկածի տակ դնելով այս հրապարակումը Հայաստանը իր հերթին շուրջ 1200 անհետ կորածի հարց է բարձրացնում։ Պաշտոնական տվյալներով 90-ականների սկզբից անհետ կորած է համարվում 993 հայ 44-օրյա պատերազմից հետո անհետ կորել է շուրջ 200 հայ զինծառայող։ Բաքուն առաջարկում է միասին գենետիկ հետազոտություններ սկսել, պարզել պատերազմական գոտիներում հայտնաբերված մասունքները ում են պատկանում։ Երևանին եւ Բաքվին առաջարկվում է անհայտ կորածների հարցով ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմներ դնել։ Անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներում է այս մասին ասվում։ Նշվում է, որ եւ Հայաստանում եւ Ադրբեջանում կան առաջին եւ երկրորդ պատերազմների ժամանակ անհայտ կորածներ, որ ռազմական գործողությունների տարածքում հայտնաբերված մասունքները կարող են հավասարապես պատկանել երկու կողմերին էլ։ Ուստի այս մեխանիզմի ներդրումը նույնականացումը հաստատելու արդյունավետ միջոցներից բացի կարող է նպաստել նաեւ երկու ժողովուրդների համագործակցությանն ու հաշտեցմանը։ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի պահեստներից իրականացված խոշոր չափի գողության դեպք է բացահայտվել։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Մեծամորի ատոմակայանի վարչական տարածքի պահեստներից մեկից գողացել են պղնձից, նիկելից եւ երկաթից պատրաստված խողովակներ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հայեկին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում հայտնաբերված ցրտահարված 2.5 տարեկան երեխայի վիճակը բարելավվել է։ Ներկապահին համայնքապետարանը փորձում է լուծել նաև երեխային խնամատար ընտանիքին հանձնելու հարցը։ Հիշեցնենք, Լոռիում ծանր պայմաններում ապրող ընտանիքի 2.5-ամյա երեխայի մոտ ախտորոշվել էր թոքաբորբ եւ առաջին աստիճանի ցրտահարություն, իսկ ծնողները հրաժարվել էին երեխային հիվանդանոց տեղափոխել։ Խոզարկություն է կատարվել 43 գազալցակայանում, հարկերը չվճարելու համար 3 անձ է կալանավորվել։ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ հանրապետության մի շարք գազալցակայանների սեփականատերեր խուսափել են շուրջ 2 միլիարդ դրամի հարկային պարտավորություններ կատարելուց։ Քրեական վարույթներով 16 անձի նկատմամբ խարուցվել է հանրային քրեական հետապնդում։ 7 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որից 3-ի դեպքում դրանք բավարարվել են, 4-ի նկատմամբ ընտրվել է տնային կալանք։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ SMS հաղորդագրությամբ կեղծիք է տարածվում։ Հայաստանի փոստային բաժանմունքից ներկայացող անձինք տվյալներ են շորթում։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է չանցնել հղումով ու տվյալներ չփոխանցել։ Հայաստանն աշխարհում մեկ շնչին բաժին հասնող ամենաշատ գրոսմայստերներ ունեցող երկիրն է։ Այս մասին գրել է Հայաստանի շախմատի ակադեմիան։ Հայաստանը FIDE-ի անդամ դարձել է 1992-ից, սակայն հայկական շախմատի պատմությունը սկսվում է 1934 թվականից, երբ երկրում անցկացվել է շախմատի առաջին առաջնությունը։ Հայաստանի առաջին չեմպիոնն է Հենրիկ Գասպարյանը։ Նա չեմպիոնի տիտղոսը պահպանել է 9 տարի։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Եվ եղանակի մասին ջերմ ու արևոտ օրերը դեռ առջևում են, ավելին Լիլի Հովերի մատուցմամբ։
Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահների ցանցում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ։ Այժմ օրվա եղանակը։ Մեր երկրի մեծ մասում երեքշաբթին կանցնի արևոտ պայմաններում։ Սպասում ենք առանց տեղումների անտիցիկլոնային օր։ Ջերմաստիճանը շարունակում է կայուն բարձրանալ։ Առաջիկա օրերին կջերմանա ևս 8 աստիճան։ Սպասում ենք դրական ջերմաստիճաններ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 8-ից 13 աստիճան։ Վայոց-Ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 18-ից 20, Լոռիում 14-ից 18 աստիճան։ Տավուշում կանխատեսվել է 18-ից 22, Արարատում, Արմավիրում 19-ից 21 աստիճան։ Սյունիքի հովտային գոտիներում վաղը ցերեկը սպասվում է 18-ից 22, նախալեռներում 14-ից 17 աստիճան։ Երևանում օրը կանցնի կայուն և չոր պայմաններում։ Այս գիշեր սպասվում է 4-ից 6, ցերեկը 18-ից 20, երեկոյան 11-ից 13 աստիճան։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում բոլորիս։